Հայրենիքից մոտ 300 կիլոմետր հեռու Վրաստանի Հանրապետությունում բարձրադիր սարերի ու խորունգ ձորերի այս համայնապատկերում բնություն նկարիչն ամեն ինչ հայկական է նկարել, կանխորոշելով, որ այստեղ ամեն բան հայկական է դառնալու։ Բոլնիս Խաչեն գյուղում ենք 18-րդ դարի երկրորդ կեսից Ղարաբաղի Խաչեն նախկինում Սեյդիշեն գյուղի մեր հայրենակիցներն արտագաղթել են, բնակություն հաստատել իրենց համայնքին այսքան նման մեկ այլ բնակավայրում, անունն էլ դրել Բոլնիս Խաչեն։ Ադրբեջանաբնակ գյուղերի մեջտեղում ու Վրաստանի Հանրապետությունում հայկականը պահպանելու խնդիր չունեն, իրենք իրենց նիստն ու կացը, իրենց բարքերն ու իհարկե արցախյան բարբառը։ Դրա համար տիրապետում ենք, էլի, գիտենք ամեն լեզուն, 4 լեզուն է գիտենք։ 72-ամյա Անգելինա տատը մտահոգ է, ասում է գյուղում երեխեք չեն մնացել, սա էլ կապում է առկա խնդիրների հետ։ Գյուղի բնակիչները միաբերան կրկնում են, որ թիվ 1 խնդիրը կենսական նշանակություն ունի, խմելու ջրի պակաս կա։ Ընդամենը 3 րոպե սպասեցինք աղբյուրի մոտ ու հերթ գոյացավ։ Մինչ ջուրը կլցվի, գյուղացիները քննարկում են աշխարհաքաղաքական փոփոխություններն ու տեղի ունեցած իրադարձությունները, ու այսպես ամեն օր։ Դժվար անցանելի այս ճանապարհն անցնում ենք ձեզ ցույց տալու, թե որտեղից է սկիզբ առնում Բոլնիս Խաչենի ներկայիս խմելու ջրի ավազանը։ Միակ ֆիլտրացիան սա է։ 58 տարեկան է միշտ մեր գյուղի այս ջուրը պրոբլեմ եղել է։ Խմելու ջրերը չի հերիքել, հետո որ սարքել են այս անտառներից է գալիս այս ջրերը, երեք ֆիլտրացիան բաները չի լավը, այնքան որ սարքել են խմելու ջուր չի։ Ոռոգման ջրի խնդրի մասին եւս մտահոգվում են Բոլնիս Խաչենի մեր հայրենակիցներն, ասում են, որ իրենց համայնքին պատկանող 220 հեկտար հողատարածքից վերջին տարիներին կարողանում են օգտագործել միայն 20-ը։ Ջուր չկա, որ ոռոգեն ու գոնե սեփական կարիքների համար նախատեսված բանջարաբոստանային մթերք արտադրեն։ Աշխատել սիրում են, բայց ստիպված են լինում կամ այլ վայրում աշխատել, կամ էլ շատ փոքրիկ այգիներ հիմնել ու դրանցով ապրուստ ստեղծեն։ Լավ հողամասեր ունենք, խաղողի այգիներ ունենք, մի անձրևա ջուրը ոչ մեկին պետք չի գալիս, ոչ անձրևը պրծավ էլ ջուր չի եղնում։ Այդ որ ժողովուրդը պետք է աշխատեն, իրանց տները պահեն, դրա համար էլ այդ ջրի որ աշխատանք չկա, սեփական քո աշխատանքն էլ չես կարող դնես, ջրի հարցով մարդիկ երիտասարդները կամած գյուղից գնում են, գյուղացիները արդեն ստեղ մենք ենք, մեծերն ենք մնում։ Նույնիսկ առանց պայմանավորվելու, եթե գյուղում եք, ուրեմն բարեկամ եք ու Բոլնիս խաչենցիները պատրաստ են ոչ միայն ճոխ հյուրասիրության, այլև կկիսվեն իրենց հոգսերով ու հույս կհայտնեն, որ գոնե դու էլ մտահոգվես իրենց խնդիրներով։ Մենք ես վերև ենք ապրում, մեր հայտում ջուր չի գալիս։ Տղես ցիստերն ունենք ավտոյով, վիլիսով։ Գնում եմ բերում, ցիստերնը կանգնացնում ճալից։ Վերջանում նորից է բերում։ Տենց մարդ կա, ասենք ցածր տեղերում կարա լինի ջուր, բայց մեր պահով մեր հայտում չի գալիս ջուր էլի։ Ինչպես աշխարհի բոլոր գյուղերը խնդիր ունեն ջրի, կոմունալ միջոցների, ճանապարհների, փողոցների լուսավորման, մանկապարտեզի հարց պետք է լուծվի, ամենակարևոր բաներից մեկն է։ Փառքասու որ դպրոցը գործում է, առաջի դասարան հաճախում են 20-ից 23, 28 աշակերտ, դա մեծ առաջադիմություն է Վրաստանում գործող այս աշխատասեր, քարից հաց կամող ժողովրդի համար։ Պահանջները շատ կան, եթե մի 5%-ը ամեն մի հավաք, ամեն մի ընկերություն, տատարի գյուղը կշնչի, գյուղը կգոյատևի, այդպես է լինում։ Գյուղի խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում։ Ղազարոս Աղայանի անունը կրած, սակայն վրացական կառավարության կողմից այլ անուն ստացած հայկական դպրոցն անմխիթար վիճակում է։ Հատակը քանդվում է, պատերը ճաքում, ներսում գտնվելն իրոք վտանգավոր է։ Այս իրականության մեջ սովորում է հայկական սերունդն ու վառ պահում հայոց լեզուն, հայ մեծերի ժառանգությունը։
մեր երեխաները ծնվում են, խաղում են դրսում, մանկապարտեզ չունենք, չկա, հոգսը շատ նամանավանդ աշխատող մայրերի համար երեխաներին չեն կարողանում, հատատիկները կպահեն, բայց երեխան պիտի մանկապարտեզում լինի, որ հետո կարողանա գա դպրոց։ Դպրոցը ասացի, որ 69-70-ական թվականներին ակառուցվել, այս ծառերն էլ մեր շրջանավարտները դեռևս մենք ենք տնկել, որ այսպես մեծացել է, բայց եթե մի ժամանակ մենք ունեինք ֆիզիկայի կաբինետ իր բոլոր հարմարանքներով, քիմիայի կաբինետ իր լաբորատորիաներով ու մնացած հարկավորումներով, այսօր մենք դրանք ոչինչ չունենք դպրոցում, չունենք մեր սպորտ դահլիճը, չունենք սպորտային կահույք, ոչ մի բան, այսինքն անումա ուսուցիչը այն ինչքան որ ինքը հնարավորություն ունի աշխատելու։ Գյուղում մանկապարտեզի բացակայություն եւս կա։ Շատ ընտանիքներ երեխաներին տանում են մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բոլնիս քաղաք, սակայն շատ երեխաների մանկապարտեզ չեն ընդունում վրացերեն չիմանալու պատճառով, շատերն էլ չեն հաղթահարում այդքան ճանապարհն ամեն օր կտրել անցնելու ֆինանսական հնարավորության սահմանը։ Մանկապարտեզներին փոխարինելու համար խաղահրապարակն էլ կառուցել է Անդրեասյանների ընտանիքը, որ գյուղի երեխաները գոնե խաղատեղի ունենան։ Բոլնիս Խաչեն հայկական գյուղին չեն շրջանցում նաև մշակութային խնդիրները, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ սա հայ մեծանուն գրող Ղազարոս Աղայանի ծննդավայրն է։ Այստեղ է գտնվում Աղայանի տուն-թանգարանը, որը գրեթե փլուզման եզրին է։ Այս բոլոր խնդիրները հաշվարկել, համատեղել, ծրագրել են լուծել ու ստեղծել են Բոլնիս Խաչեն սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպությունը, ղեկավարումն էլ հանձնել են գյուղի երիտասարդներին։ Երկար տարիներ էր, որ մտածում ենք այդպիսի մի ինչ-որ կազմակերպություն բացենք, որը կօգնի կթեթևացնի կամ կվերացնի մեր գյուղացիների հոգսերը ինչ-որ չափով, եւ այս տարվա փետրվարին սկսած աշխատանքներ իրականացվեց եւ ապրիլ ամսին կարողացանք բացել Հայաստանում սոցիալ-բարեգործական Բոլնիս Խաչեն հասարակական կազմակերպությունը, քանի որ չունենք խմելու ջուր, մեր հողերը չեն կարող օգտագործել։ Մեր հողերը շատ բերի, շատ լավ հողեր են։ Եթե մենք ունենանք հնարավորություն ոռոգման, անպայման մեր հողերում, մեր սեփական հողերում մեր գործունեությունը կծավալենք։ Նայեք, եթե մեր գյուղացին գնում է, ուրիշ տեղ հող արձակալում, ծախս անում, ճանապարհը ծախս անում, այդ ամբողջ վճարները անում է, որ ընդամենը ստանա այն, ինչ որ կարող էր իր հայաթում ստանա։ Իհարկե մարդիկ կան, որ ռիսկ են գնում եւ մեր հողերում են ցանում տարատեսակ բանջարատնտեսական ապրանքներ, այն հույսով, որ կարող է այդ տարի երաշտ չլներ եւ անձրևի շնորհիվ կարողանա իր դաշտերը ջրվեն։ Մեր բոլոր հողերը եղել են ոռոգման։ Այսինքն այն չի, որ արոտավայրը կամ դաշտը մենք ուզում ենք ոռոգման ջուր քաշենք, չէ։ Դրանք եղել են ոռոգման, բայց քանի որ մեր շրջանում ջուրը սկսել է արդեն քչանալ եւ քանի որ նաեւ ոսկու հանք կա տարածաշրջանում, գյուղի հարևանությամբ ծառահատման պատճառով սկսել է ջրի սակավությունը։ Խնդիրներից կարևորը նաեւ մեր դպրոցն է, որը էլի տարածաշրջանում միակ հայկական դպրոցն է։ Ինքը վթարային է, գրեթե փլուզման եզրին է, որը վտանգավոր է նաեւ երեխաների համար։ Իհարկե մենք էլի ռիսկ ենք դիմում մեր երեխաները այնտեղ սովորելու համար, բայց հնարավորություն դեռ չկա այն վերանորոգելու, ավելի ճիշտ ոչ թե վերանորոգելու, այն պետք է ամրացվի հենց հիմքից սկսած։ Ամեն տարի ունենք աղայանական տոներ, վերնատնից եւ տարբեր կրթական համալիրներից գալիս են մեր մոտ անցկացնելու աղայանական տոներ։ Ծննդյան օրը լինում է տոնակատարություններ, բայց այս պահին տունը այդքան էլ բարվոք վիճակում չի, տուն-թանգարանը ունի տանիքի խնդիր, ունի վերանորոգման խնդիր, ինչքան կարողացել են գյուղացիները ամեն մեկը մի բանով տունը ամրացրել են,
ինչը ջարդվել է, փոխել են, բայց ինքը ունի կապիտալ վերանորոգման, ոչ թե ռեստավրացիայի խնդիր, այսինքն մենք ուզում ենք, որ տուն-թանգարանը բերենք տանք այն շունչը, որը եղել է 50-60 տարի առաջ կամ 100 տարի առաջ։ Արդեն ունենք մեր բարեգործական հասարակական կազմակերպությունով Աղայանի տուն-թանգարանի նախահաշիվը վերանորոգման ռեստավրացիայի համար մենք արել ենք նախահաշիվ, կազմել ենք դիզայները, արել է իր աշխատանքները, ռեստավրացիան ինչ տեսք է ունենալու, ստացել է մեր հավանությունը եւ արդեն ոնց որ պատրաստ է։ Իհարկե մնում է մեր ֆինանսավորում ճարենք, թե ով կֆինանսավորի դեռ պարզ չի, բայց ամեն ինչ անում ենք, որ մոտակա ժամանակներում ունենանք ֆինանսավորում, որ մյուս աղայանական տոներին արդեն տուն-թանգարանը պատրաստ լինի դիմավորելու եւ այդ լավագույն առիթները շարունակվի աղայանական։ Իհարկե մենք էլի անում ենք, էլի աղայանական տոներ ենք անում, բայց այն մեծ շուկով չենք անում, ոնց որ առաջ էր։ Ասում են հեռում տեսնել ու գնահատելը սովորեցնում է մոտ լինել ինքդ քեզ։ Մեր այցելությունն այս հայկական մաքրամաքուր անկյունը Բոլնիս Խաչեն ավարտեցինք հենց Աղայանի տան պատշգամբում, հույսով, որ մեր հաջորդ այցելությանը կտեսնենք ավելի պակաս խնդիրներով ու հայերով ավելի խիտ բնակեցված Բոլնիս Խաչեն։